6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված 7 քաղաքական ուժերի դիմումները։ Այսօր կողմերը եզրափակիչ ելույթներ են ունեցել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովհակիմյանը հերքել է ԲՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի պնդումները ընտրողների թվի անհամապատասխանության վերաբերյալ։ Խուդոյանը նախօրեին հայտարարել էր, որ ստորագրված մատյաններն ու ԿԸՀ հրապարակած մասնակցության տվյալները համադրելուց հետո սկզբում հայտնաբերվել է շուրջ 27,000, իսկ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո դեռևս 4-5 հազար ընտրողի տարբերություն։ Նրա գնահատմամբ դա կարող է վկայել քվեաթերթիկների հնարավոր լցոնման կամ ընտրական վերահսկողության թերությունների մասին։ Հիմա առնվազն նաև ֆիքսենք, երբ որ խոսում էին ընդդիմադիր ձայների իբրև լեգիտիմության մասին, դա արդեն հերքվել է ամբողջությամբ, բայց դրա մասին չէ այս դատաքննությունը։ Այս դատաքննությունը նրա մասին է, որ իսկապես 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները ուղղորդվել են եւ զուգորդված են եղել զանգվածային կազմակերպված ընտրախախտումներով, որոնք հակասում են Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական համակարգին։ Սա է ամբողջ ցավը, եւ Սահմանադրական դատարանը իհարկե ունի բոլոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները դրան պատշաճ արձագանք տալու։ Եվ հաշվի առնելով խոսվի եւ այն հարցերը, որը տրվում էր կողմերին, դուք ինչ կարծիք եք, ի սկզբանե ինչ որ անաչառություն էր վիճարկում կամ կասկածը։ Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության մտահոգությունը մենք ընդգծել ենք հենց առաջին նիստին, դրա հաղթահարման մեխանիզմն էլ առաջարկել ենք։ Այլ հարց, որ այդ մեխանիզմը չի իրացվում։ Որովհետև իդեպ Սահմանադրական դատարանի կազմում, եթե նույնիսկ մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, այն ամբողջությամբ ստվերում է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմին։ Իդեպ հենց այդ հիմնավորումն է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի կողմից, երբ քննարկվեց Սահմանադրական դատարանի թվով 3 դատավորների մասնակցության անհնարինության հարցը։ Այսինքն պատճառը ոչ թե եղել է, որ եկեք այդ մեկը կամ երկուսը չմասնակցեն, այլ պատճառը հենց եղել է նրանում, որ եթե իրենք մասնակցում են, ապա ամբողջ կազմի լեգիտիմության խնդիր է ի հայտ գալի։ Ըստ էության ունենք հետևյալ պատկերը, որ ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, խնդիրը գավաթի մասին չենք ասում տվեք մեզ վարչապետի աթոռը, բայց ոնց որ բոլորի մոտ ընտրությունները մենակ վարչապետ, նախագահ, այդ դաշտում են տեսնում, ոչ 5 մանդատը հնարավորություն է տալիս ԲՀԿ-ի պատգամավորներին, այդ 58,500 քաղաքացիներին, ովքեր վստահել եւ տվել են քվեն, նրանց ձայնը լսելի դարձնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Հիմա որ հարցին ոնց կքվեարկեն, ինչ կանեն, մենք միշտ այնց ամենասուր հարցերն ենք նայում, բայց տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, կրթության հետ կապված հարցեր, բյուջեի ծախսման ուղղություններ, այսինքն միլիոն հատ հարց կա, որում պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին, մենք միշտ այնց կենտրոնանում ենք, ասենք Սահմանադրությունը կփոխեն թե չէ։ Դա շատ կարևոր հարց է, բայց դա մեր ամենօրյա կյանքի վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում առնվազն կարճաժամկետ, երկարաժամկետական հետևոր ունենում տեսնում ենք, բայց կարճաժամկետ ավելի մեծ ազդեցություն է ունենում է մնացած բոլոր հարցերի բարձրաձայնումը։ Պատգամավորները նաև ունեն հարցապնդումների հնարավորություն, հարց ու պատասխանի մասնակցելու, խնդրի վրա բարձրաձայնելու, այսինքն փոքրամասնության ֆրակցիա լինելը նույնպես իշխանության մասնակից է դառնում, իշխանության լայն իմաստով։ Հայաստանում թրիփ նախագիծն այս պահին իրականացվում է բացառապես հայ-ամերիկյան ձևաչափով եւ գտնվում է իրականացման փուլում, ասել է փոխարտգործնախարար Նացական Սաֆարյանը։ Մենք ռուսական կողմի հետ թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում։ Բայց իրենք բարձրացնում են հարցը, իրենք ինչ որ բացի այս հրապարակային հայտարարություններից, օրինակ խոսում են իրենց մասնակցության մասին, իրենց պատկերացումներից, ինչ որ այն ինչը հայտարարում են հրապարակային նկատմամբ նաև առանձին հանդիպումներում խոսում են այդ մասին։ Կրկին նշեմ, որ մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա։ Հասարակ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարությունից բավականին կտրուկ հայտարարություններ են հնչում։ Հնչեց։ Կրկնեք ձեր հարցը չլսեցի։ Ասում չեմ մոռացել, ասում էի եթե լինեն ինչ ընթաց կտրվի դրան։ Ես չեմ կարող ապագայի մասին ինչ որ կանխատեսումներ անել, դուք
հարցնում եք ենթադրյալ ինչ-որ գործընթացի մասին։ Իսկ իմ հարցը մնաց նորոգվեցին նորից այն քննադատությունները, որ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված խնդիր կա, թեև մանրամասնորեն գրված է այնտեղ մեր իրավազորության լիազորությունների մասին, եւ այդ նորոգված կարծիքներով front office-ը, back office-ը դրանք ուղղակի ծխացածկույթ են, քանի որ մոտիկ չեն թողնելու մեր վերահսկողական գործառույթը, մեր վերահսկիչներին ուղիղ շփման։ Այդ մասին ընդդիմություններ շատ ասում, առանձին մասնագետներ շատ վերլուծեցին, ինչ կարծիք եք այդ back office եւ front office ձևաչափը հնարավորություն տալիս է վերահսկողությունը մեր իրացնելու։ Միանշանակ, այսինքն դու կարող եք կարդալ ընդամենը համաձայնագիրը, այսինքն եթե կարդացել եք, այնտեղ գործնականում այո տալիս է։ Ամբողջ հաղորդը վերահսկվելու է Հայաստանի կողմից այսինքն։ Հայաստանի իրավասության եւ իրավազորության եւ սուվերենության ներքո է։ Մենք վերստուգել կարողանալու ենք, մենք սահմանապատասխանությունը իրացնել կարողանալու ենք։ Համակարգիչների միջոցով թե անձինք է դա ստուգելու, ինչպես է լինելու։ Դրա ձևերը կմանրամասնվեն։ Միջև հիմա չի մանրամասնվել, թե ինչպես է լինելու։ Ինչը։ Ստուգումը ինչպես է իրականացվելու։ Որովհետեւ Փաշինյանն ասում էր հիմա այն ժամանակները չեն, որ կպնեք հոտոտեք մարդկանց, պետք է ապարատներով ստուգում իրականացվի։ Այն իրականացվի, այսինքն թվայնացված ձևերով, մենք հետաքրքրված ենք, որ դա պարզեցվի։ Հիմա դեռևս չկա հստակեցում այս առումով, ինչպես է վերահսկողություն իրականացվելու հայկական կողմի եւ ինչու չկա միջև հիմա, այսինքն տարաձայնություններ կան այս առումով դրա համար։ Ոչ, որովհետեւ այս կարգավորումները իրականացվում են ըստ ընթացող գործընթացի, այսինքն երբ որ կգանք այդ փուլին, դա կիրականացվի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել մինչև 20-ից 21 օր առանց ծրագրերի իրականացման վրա ազդեցության։ Նրա գնահատմամբ իշխանությունը դա չի անում, այն դիտարկելով որպես պատիժ։ Աբրահամյանը պնդում է, որ ներկայիս համակարգում անիմաստ վատնվում են թե քաղաքացիների ժամանակը, թե պետական ռեսուրսները, հավելելով, որ իշխանությունների համար առաջնահերթ է բանակի ղեկավարության նոր համազգեստը եւ քաղաքական հրահանգների արագ իրականացումը։ Մենք զորակոչ ենք կոչնում առողջական կեղծ թղթերով ազատվողների պատճառով օրենքը գալու է, սրա դիմացը առնելու ենք, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Իմ օրենքը երբ որ պարոն Անդրեյ Քոչյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30%-ով աճել է, 30-40%-ով։ Ու 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել նախորդ տարվա 1900-ի փոխարեն 2800 տղա ու էլի 60 աղջիկ։ Այսինքն մենք մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալման պարոն Քոչյանի պատճառով կամ շնորհիվ։ Ու սա ոչ միայն մենք այդ ռեսուրսն ենք կորցրել, այսինքն զինվոր, մենք նաև կորցրել ենք լուրջ ֆինանսական միջոցներ, որովհետև այդ պակասը մենք լրացրել ենք պայմանագրային զինծառայողներով, պաշտպան հայրենացով, ինչը մեծ ֆինանսական բեռ է բանակի համար։ Ու այսինքն այդ օրենքը շուտ պետք է անենք։ Մենք պետք է քաղաքացիությունից հրաժարվողներին նույնպես դեմ առնենք։ Ու նաև այս նախագիծը պարոն Ալեքսանդր, երբ որ ընդունենք, տեսեք հիմա ոնց է։ Քաղաքացին, որ ուզում է իր երեխան չծառայի, դա գաղտնիք չի էլի, այսինքն 70%-ը որ տեսնում ենք, որ չի ծառայում, ինքը ճանապարհներ է տենում, առաջինը առողջականով փորձում ազատի կամ փորձում է քաղաքացիությունից հրաժարվի։ Եթե մենք հիմա բերում ենք քրեականացնում ենք այս փորձակնությունից հրաժարվելը, մենք բոլորին արդեն ուղղորդում ենք քաղաքացիությունից հրաժարվելու դաշտ։ Ես խի ընդգծում, պնդում այն ժամանակ, որ պետք է արվի փաթեթով։ Ծառայություն զգաստ։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Փաշինյանը շնորհավորել է ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն հայտնել նրանց ծառայության համար եւ նշել, որ պետական պահպանության ծառայության զարգացումը ակնհայտ է, ընդգծելով ծառայողական հագուստի, սպառազինության եւ տեխնիկական հագեցվածության բարելավումը։ Պարոն վարչապետ,
Կապիտան Համբարձումյան։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի եւ Պարեկային ծառայության վարչական համալիր։ Վրաց պաշտոնյան ծանոթացել է օպերատիվ կառավարման կենտրոնի վարչակազմի եւ ենթակա ստորաբաժանումների աշխատանքին։ Պատվիրակությանը ներկայացվել է եվրոպական չափանիշներով գործող 112 միասնական զանգերի կառավարման կենտրոնը, նաեւ քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների եւ բողոքների քննության գործընթացները։ Նախարարը շրջել է նաեւ զինանոցում, հրաձգանում եւ մարզասրահում ծանոթացել բարեկների պատրաստվածության պայմաններին ու Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հնարավորություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է եղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, ընդգծելով Հայաստան-Կանադա բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Փաշինյանը հիշատակել է մայիսին Երևանում կայացած հանդիպումը, նշելով, որ այն հնարավորություն է տվել քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգն ու նախանշելու հետագա զարգացման ուղղությունները։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի խորացնել գործընկերությունը հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ փոխադարձ հարգանքի վրա իշահ երկու երկրների ժողովուրդների։ Փաշինյանը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Կողմերը հայտնել են, որ քննարկել են հայ-ռուսական համագործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Զրույցը կայացել է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության եւ հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ֆոնին։ Չնայած ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո նախատեսում է մեկնել Մոսկվա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու այցի ժամկետների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չի հրապարակվել։ Կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել բջջային հեռախոսների email համարների գրանցման համակարգ ապահովելու սարքերի օրինական շրջանառությունը։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել ապօրինի ներմուծման հեռախոսների վաճառքը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված email համարներով սարքերից եւ ձևավորել հեռախոսների միասնական հաշվառման շտեմարան։ Կառավարությունը շեշտում է, որ համակարգը չի վերաբերում քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը կամ վերահսկողությանը, շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15 նիշանոց email համարը առանց անձնական տվյալների։ Ադրբեջանն ու Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել են փախլավան իրենց մշակութային եւ ժառանգություն ճանաչելու նպատակով։ Ազգագրագետ Կարինե Բազյանի խոսքով փախլավան արևելյան քաղցրավենիք է, որը ծագում է Պարսկաստանից եւ ժամանակի ընթացքում տարածվել է տարբեր ժողովուրդների շրջանում։ Նրա գնահատմամբ այն չի կարելի համարել բացառապես որևէ մեկ ժողովրդի ազգային ուտեստ։ Միաժամանակ Բազյանը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն փորձում են իրենց անունով գրանցել տարածաշրջանի մշակութային արժեքները, հավելելով, որ այժմ մնում է սպասել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների որոշմանը։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի հետ նախընտրում է դիվանագիտական լուծումը, սակայն չի բացառում ռազմական ուժի կիրառումը, եթե բանակցությունները ձախողվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ընդգծելով, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է իրական զիջումներ միջուկային ծրագրի հարցում։ ԱՄՆ-ն կանգնած է բարդ ընտրության առջև կամ կնքել երկարաժամկետ համաձայնագիր, որը թույլ կտա մշտական ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում կամ վերսկսել ռազմական գործողությունները։ Նախագահ Թրամփը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն միայն այն դեպքում, եթե Թեհրանը համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը։ Նախագահն ասել է, պատրաստ է ուժ կիրառել, եթե դա ծառայի հստակ նպատակի։ Մենք չենք կենտրոնանում հռետորաբանության վրա, այլ ցանկանում ենք հասկանալ, արդյոք Իրանը պատրաստ է իրական զիջումների։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի ժողովրդի եւ ղեկավարության դեմ ցանկացած սպառնալիք կարժանանա անհապաղ եւ հզոր պատասխանի։ X-ի իր էջում նա նշել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթները հստակ են եւ պնդել, որ ԱՄՆ նախագահը պարտավորվել է զսպել Իսրայելին։ Արաղչիի խոսքով, եթե դա տեղի չունենա, Իրանը անհրաժեշտ դաս կտա։